Վերջին զանգ հեռուստասերիալում շոկային բացահայտումներ են սպասվում, քանի որ իրադարձությունները զարգանում են շատ արագ։ Անետը վերջնականապես որոշում է հեռանալ Բագրատի նոր տանից։ Նա այլևս չի ցանկանում ապրել Բագրատի ու նրա նոր սիրելիի՝ Սիմայի հետ։ Չնայած Բագրատը փորձում է նրան համոզել մնալ, Անետը շատ լավ հասկանում է, որ Սիմայի արհամարհական վերաբերմունքն իրեն չի թողնում այլ տարբերակ։ Վերջին օրերին Անետը չափազանց շատ վիրավորանքներ լսեց Սիմայից, եւ ամենացավալին այն էր, որ Բագրատը ոչինչ չարեց նրան պաշտպանելու համար։ Այս իրավիճակը ստիպում է Անետին հասկանալ, որ իր տեղը այլևս այս տանը չէ։ Նա որոշում է տեղափոխվել իրենց հայրական տուն։ Այն գուցե շքեղ չէ, բայց իրեն հարազատ է եւ այնտեղ իրեն ավելի ապահով կզգա։ Մինչդեռ Հենրին գնում է Հալալի տուն պատասխաններ ստանալու։ Նա սպասում է մինչև Միքոն հեռանա Հալալի բնակարանից եւ միայն դրանից հետո բարձրանում է վերև։ Հենրին ներս է մտնում, սառը հայացքով նայում Հալալին եւ առանց որևէ նախաբան ասելու պահանջում, որ նա խոսի։ Հալալը հասկանում է, որ փակուղու մեջ է։ Նա այլևս չի կարող թաքցնել ճշմարտությունը եւ ստիպված է խոստովանել, որ Միքոն ու Հենդոն են իրեն ստիպել կազմակերպել այն ամենը, ինչ տեղի ունեցավ Հենրիի հետ։ Հենրին մի պահ լռում է, ապա կտրուկ հարցնում. պարզապես խնդրել են, թե վճարել են այդ ստորության դիմաց։ Հալալը խուսափում է ուղիղ պատասխան տալուց, բայց Հենրին արդեն ամեն ինչ հասկանում է։ Նրա աչքերում այլևս նախկին վստահությունը չկա։ Նա խորը հիասթափություն է ապրում, թե իր մտերիմ ընկերոջից, թե իր հարազատներից։ Դուրս է գալիս բնակարանից, բայց այս անգամ ուրիշ մարդ։ Վերադառնալով տուն, Հենրին դեմ առ դեմ կանգնում է Միքոյի առաջ, նայելով ուղիղ նրա աչքերին, սառն ու անսպասելի կերպով ասում է. այսքանից հետո դու այլևս որդի չունես, մոռացիր իմ գոյության մասին։ Միքոն փորձում է ինչ-որ կերպ հետ պահել որդուն, բայց Հենրին աննահանջ է, իսկ ես այլևս հայր չունեմ։ Հենրին հեռանում է, թողնելով Միքոյին շոկի մեջ։ Բայց այս սերիալի ամենամեծ բացահայտումը դեռ առջևում է։ Աննայի ինքնազգացողությունը աշխատանքի վայրում վատանում է։ Նա հետազոտվում է եւ ուլտրաձայնային հետազոտության արդյունքում պարզվում է, որ Աննան հղի է։ Նա ապշում է, ուրախությունից հուզվում, քանի որ այս տարիքում մայրանալը կապված է բազմաթիվ դժվարությունների հետ։ Չնայած տարիքին, նա երջանիկ է, քանի որ սա իր համար երկրորդ հնարավորություն է։ Աննան վերադառնում է տուն եւ պատմում այս լուրը Միքոյին։ Միքոն ապշում է։ Նա տարիներ շարունակ երազել էր Աննայից որդի ունենալու մասին, եւ ահա այդ պահը եկել է։ Բայց հենց այս նույն պահին մի այլ վայրում տեղի է ունենում եւս մեկ շոկային բացահայտում։ Անգելինան պատահաբար գտնում է փաստաթղթեր, որոնք կապված են Վիկտորիայի անցյալի հետ։ Տեսնելով գինեկոլոգիական ախտորոշումը, նա, որպես մասնագիտությամբ գինեկոլոգ, սկսում է ընթերցել ու վերլուծել եւ հասկանում է մի բան, որը ցնցում է իրեն։ Փաստաթղթերում գրված էր Վիկտորիայի առողջական վիճակի մասին տարիներ առաջ, մինչև Անգելինայի ծնունդը։ Անգելինան հասկանում է, որ այդ ախտորոշումը պետք է բերեր անպտղության։ Վիկտորիան այդ ախտորոշմամբ պարզապես չէր կարող երեխա ունենալ։ Անգելինան քարանում է. ինչպես կարող է սա ճիշտ լինել, եթե Վիկտորիան չէր կարող մայրանալ, ապա ինքը ով է։ Ինչ է կարծում, ինչպես կվարվի Անգելինան այս նորությունը իմանալուց հետո։ Արդյոք նա կխոսի իր ծնողների հետ եւ բացատրություն կպահանջի նրանցից, թե կփորձի ինքնուրույն հասկանալ իրականությունը։ Կիսվեք ձեր կարծիքներով մեկնաբանություններում եւ եկեք միասին փորձենք հասկանալ, թե ինչ կլինի հետո։ Կսպասենք ձեր մեկնաբանություններին ու կանխատեսումներին։ Այդան եւ Ռոզան եկել են աշխատանքի նույն մազերով։ Ճիշտ է։ Նույն մազերով։ Իրականում ոց չենք։ Սիրում ենք իրար, այո, մենք սիրում ենք իրար ու ծիծաղում ենք։ Դու դաշ թորիների 10%, Սա գնացի։ Մենք ճամպրուկներով գնում ենք։ Իսկ ուր Դեպի պայծառ։ Կիմանաք ու որտեղ այդուլ։ Ջան, Որտեղ կիմանան։ ռեկլամ ենք։ Իմ ստուդիայում։ Կարոպետան դեպի։
Էջը թողնում եմ ներքևում։ Չգիտեմ, այս ինչ պայմաններում եմ ես աշխատում։ Կիմանաք շուտա, սպասեք դեմ շամպուրները կտենակ ցույց տա։ Դրանով գնալենք մեր ստուդիա։ Ուրա, դու լա նկարում իրոք։ Շուտով տեսնելու եք Ռոզան ինձ։ Այո, այդուլի ինձ բարա սովորացնելու։ Բայց ինչ բարձր։ Այո։ Ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորիդ, ուրեմն հետևորդներից մեկը մի հարց է գրել, արդյոք ես ու իմ վերջին փորձասերների սենտենկով իրար մամանի թե չէ, ասեմ ձեզ չէ հեքի ունենք իրար, լավ, ինչ-որ առումներով մանենք, ինչ-որ առումներով ոչ, ուրեմն ինչով նայենք չենք իրար, օրինակ ես նպեսակը շատ աղքալ ունի, առնկվարում, կարան մի անգամից ինձ դուրս կան, տես կարմերով տեսակը ավելի կշռադատված է հարցերին նայում այդ առումով նույնիսկ սենի նախանձում իսկ ինչով լեյք նման օրինակ բազմողությամբ այդ առումով միամտության բազմողությամբ ես եմ ընդուստեց սենի նման այդ ընդհանուր սենի կերպարը շատ է սիրում անկեղծ շատ է կերպարը շատ է Ես Անգելինաս և Հենրին նկարում ենք տրեն ես գոնը։ Ես գոնը ժամանակ չեմ Ես գոնը պատմոց չեմ ծիծաղացնում։ Ես գոնը շատ բարձր տրամադրությամբ ու բարձր Ես գոնե միշտ կապչում եմ խարեք չի, հեռախոսով չեմ խոսում։ Տարբեր գործնական հարցերով։ Հոգնում եմ։ Ես գոնե տեքստ անցնելուց վաշտակում չեմ գալի ասում 5 անգամ արի տեքստ անցնեմ կարի բայց տեքստը մենք անգիք իջենք, անգիք, 10 անգամ անցնում ենք։ Ինչը պետք է ես ասեմ, ու ինքնելից հակառակ եմ դառնում։ Տեսարաններ կա, չէ՞ որ ձեռքից ստանում է։ Ես գոնե ինչքան ուժ ունեմ այդ տեսաններում չէ՞ դեռ սովորաբար իմիտացիա են անում, թե լյովը սենց պինդ բռնած։ Վերջ։ Թե չէ, թե ունես էլի։ Չէ, չունեմ։